Բարև սիրելի հայրենակից, Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներ հերթական հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ Հայաստանի դեմ տարվող քարոզչական պատերազմներից մեկ ուղղության մասին։ Խոսքը վերաբերվում է Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում մնացած մուսուլմանական պատմամշակութային արժեքների պահպանությանը, որը պարբերաբար Ադրբեջանը օգտագործում է Հայաստանի դեմ եւ մեղադրում Հայաստանին մշակութային ցեղասպանության մեջ։ Իհարկե, կրոնական հանրուժողականությունը շատ կարևոր հանգամանք է ժամանակակից աշխարհում եւ շատ կարևոր պայման, որպեսզի պետությունը պահպանի այդ կանոնները եւ միջազգային հանրության մոտ ունենա ծանր կշիռ։ Բայց առաջարկում եմ միասին հասկանալ, արդյոք Ադրբեջանը այդքան մտահոգ է սեփական պատմամշակութային արժեքների պահպանության հարցում, թե պարզապես այս հանգամանքը օգտագործում է Հայաստանի դեմ, որպեսզի իր սեփական ռեյտինգը բարձրացնի։ Մեր այսօրվա հաղորդման շրջանակներում ցույց եմ տալու 3 հիմնական օրինակ եւ փորձելու ենք միասին հասկանալ, թե արդյոք այն մեղադրանքները, որոնք հնչում են այսօր Ադրբեջանի կողմից, իրական են եւ ինչպես է Ադրբեջանը վերաբերվում իր սեփական պատմամշակութային արժեքներին։ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Չորատ բնակավայրում գտնվում է Հաջե Մաջիդի բաղնիքը, որը համարվում է Ադրբեջանի պատմամշակութային արժեք եւ թվագրվում է 15-ից 16-րդ դարերին։ Ուսումնասիրությունից թույլ են տալիս պնդելու, որ այս բաղնիքը վերջի անգամ վերանորոգվել է 1985 թվականին, իդեպ Խորհրդային Միության ժամանակ եւ գործել մինչեւ 1988 թվականը, իսկ արդեն նորանկախ Ադրբեջանում այս պատմամշակութային արժեքը վերածվել է աղբանոցի։ Ձեր էկրաններին երևացող այս նկարը ուղիղ համեմատական է Ադրբեջանի այն պնդմանը, որ իրենք իբր թե մտահոգ են իսլամական արժեք պարունակող պատմամշակութային արժեքների պահպանության հարցին։ Սակայն նկարներից ակնհայտ երևում է, որ այս բաղնիքը, որը ունի 15-ից 16-րդ դարի թվագրում, վերածվել է պարզագույն աղբանոցի։ Իհարկե, ես պնդում եմ, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է խնամքով վերաբերվել յուրաքանչյուր այլ կրոնի պատմամշակութային արժեքին, անկախ նրանից դա մուսուլմանական է թե քրիստոնեական, բայց մենք լավ ենք հասկանում, թե Ադրբեջանը ինչպիսի պետություն է եւ ում հետ մենք գործ ունենք։ Ադրբեջանում ամենագեղեցիկ պատմամշակութային արժեքներից մեկն է համարվում Նովխան բնակավայրում գտնվող Սեֆյան դարաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը։ Որպես իմ խոսքը միակողմանի չհնչի, ադրբեջանական տեղեկատվական դաշտից հանել եմ ընդհանրապես մեկ փոքր հարցազրույց, որտեղ բնակիչը այս մզկիթի մասին նշում է։ Այս ձեռնարկատերերը այս կրոնական վայրը վերածել են աղբանոցի, որտեղ կենդանիների դիակներ են նետում։ Երբ ես այնտեղ էի, Նովխանի մունիցիպալիտին պատկանող աղբատար մեքենան ամբողջ աղբը թափեց այնտեղ իմ աչքի առաջ։ Իհարկե, շարունակելով այս բնակչի պնդումը, ձեր էկրաններին շուտով կտեսնեք հետևյալ նկարները։ Այս նկարները վառ ապացույցն են այն փաստի, որ ադրբեջանական կողմը ոչ թե այդքան մտահոգ է սեփական պատմամշակութային արժեքների պահպանության հարցում, այլ պարզապես առիթ է ման գալիս Հայաստանին ել ավելի վատ դրության մեջ դնելուն։ Այս պատմամշակութային արժեք կրող շինությունը ոչ միայն վերածվել է այլ պարզապես վերացման է գնում։ Ինչու է Ադրբեջանը նման հոգատարությամբ վերաբերվում իր տարածքում գտնվող պատմական արժեքներին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում իր սեփական տարածքում ունենալ բացի իր հորինված պատմությունից եւ կեղծ պատմական ժառանգությունից մեկ այլ պատմությամբ կամ պատմական փաստ արձանագրող որևէ օրինակ։ Ինչու եմ այս պնդումը անում։ Որովհետև ադրբեջանական կողմը իր պատմամշակութային արժեքները կամ առհասարակ պատմությունը վերցրել է այլ ազգերից, հանձինս հայերից, եւ որ իրենք այս տարածաշրջանում եղել են դարեր ի վեր եւ իրենց ներկայությունը Հարավային Կովկասում բոլորովին էլ քննելի չէ։ Եվ երրորդ օրինակը, որի մասին խոսելու եմ, Ադրբեջանի Աղսու քաղաքում գտնվող 18-րդ դարի մզկիթն է, որը իդեպ Ադրբեջանի պետական պաշտպանության ներքո է, սակայն ունի հետևյալ տեսքը։ Երբ ուշադիր նայում ենք այս նկարներին, տպավորություն է, որ այս մզկիթը եղել է պատերազմի կիզակետում, օրինակ 3։ Սակայն ակնհայտ է, որ այս վերաբերմունքը Ադրբեջանի կողմից պարզագույն եւ հստակ ընդգծված ատելություն է եւ այլ պատմական արժեք կրող հնագիտական ժառանգությանը։ Նկարներից հստակ երևում է, որ այս մզկիթի նկատմամբ չի եղել որևէ հոգատարություն եւ աղբակույտի վերածված այս տարածքը ոչ թե պատմական ժառանգություն է, այլ Ադրբեջանի համար պարզապես աղբանոց։ Ես բերեցի ընդամենը 3 օրինակ, չնայած դրանք շատ են, եւ փորձեցի ցույց տալ, որ Ադրբեջանի կողմից այդքան քաղաքական վայրահաչոցները, որոնք վերաբերում են իբր թե պատմական մշակութային արժեքների ոչնչացմանը, ոչ թե մտածածին են, այլ պարզապես քարոզչական գործիք Հայաստանի դեմ։ Եթե իրապես Ադրբեջանը այդքան մտահոգված է պատմամշակութային ժառանգների պահպանությանը, ապա ինչու իր սեփական սուվերեն տարածքում դրանք չի պահպանում եւ պարզապես մանիպուլյացիա է, թե Ադրբեջանը իրապես մտահոգված է պատմամշակութային ժառանգությամբ։ Բերածս փաստերը պարզապես ապացուցում են, որ սա Ադրբեջանը
օգտագործում է իհարկե քաղաքական շահերից ելնելով եւ իհարկե Հայաստանի դեմ։ Մենք պարզապես չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք եւ ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանի Հանրապետությունը եւ ինչպիսի նպատակներ ունի։ Պարզապես պետք է հիշել, թե ում հետ գործ ունենք եւ ինչպիսի պետություն է Ադրբեջանի Հանրապետությունը։ Ձեզ հետ է ես, Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։